Խաղաղություն քո սրտին, Տերը օրհնա քեզ։ Մի հրաշալի տեղ կարդամ ժողովուրդ ջան, Ղուկասի ավետարան 21-րդ գլուխ 34 խոսքից։ Ասում զգուշ կացեք անձներիդ, մի գուցե ձեր սրտերը ծանրանան, ինչպես է ծանրանում մարդու սիրտը, շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով։ Մարդը իր սիրտը ծանրացնում է շատակերությունով, արբեցողությունով, խմիչք օգտագործելով եւ ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են, բոլոր մարդկության վրա այդ օրը հասնելու է։ Ինչ որ Տիրոջ գալու օրը։ Ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթ կարեք, որ արժանի լինիք ազատվիլ այն բոլոր բաներից, որ պիտի լինեն եւ կանգնել մարդի որդու առաջին փառքեստեր։ Տիրոջ հոգին, Սուրբ հոգին միշտ մեր հետ է։ Երբ որ մենք իրան չենք տրտմեցնում, չենք մարեցնում, չենք ցավացնում եւ մեր շատակերությունով, արբեցողությունով եւ այս կյանքի ապրուստի հոգսերների հետևից ընկած չենք ծանրացնում մեր սիրտը։ Հասկանում եք, Տերը ամեն անգամ իր Սուրբ հոգով, մարգարեական հոգով, իր խոսքով ուզում է մեզ մոտենա, խոսա, նա հեռու չի մեզանից, նա մեր սրտում է բնակվում, բայց մենք շատ ժամանակ շատակերություն, խմիչք օգտագործել շատերը եւ այս կյանքի ապրուստի հետևը ընկած չենք կարողանում լսանք Տիրոջ ձայն եւ կանգնենք Տիրոջ առաջին ժողովուրդ ջան։ Դա հիմա էլ է տեղի ունենում։ Եվ ասում արթուն կացեք։ Ամեն ժամանակ աղոթ կարեք, որ արժանի լինեք ազատվելու բոլորեն բաներից, որ պիտի լինի եւ կանգնեք Աստծո որդի առաջին։ Քրիստոսը այսօր է գալիս։ Քրիստոսը ամեն օր է մոտենում, որ խոսա, որ ասա, որ հայտնա, քո աղոթների պատասխանը քեզ ասա, բայց դու պատրաստ ես, քո սիրտը դու պատրաստում ես, որ լսաս, թե քեզ ծանրացնում ես հոգսերներով, շատակերությունով, վիավորվածությունով եւ խմիչքով։ Տերը օրհնա բոլորիդ ժողովուրդ։ Հիսուս Քրիստոսը շատ է սիրում բոլորիդ։ Դրա համար էլ մեր համար ինքը խաչվեց։ Եղեք օրհնված, սիրեք Աստծուն, խնդրում եմ, սիրեք Աստծուն։